Նույն 24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Խոսենք Հայաստան, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից, դուք ինչ տպավորություն եք համատեղ հայտարարություններից եւ առհասարակ այցը ինչ նպատակ ուներ, կարծում եք։ Մեկնաբանություններ եղան, որ Ռուսաստանը այս տարածաշրջանում ակտիվանում է, նաեւ վկայակոչում են Իրանի հետ գործընկերության համապարփակ համաձայնագիրը, որը կնքվեց ամիսներ առաջ։ Ինչ նպատակ ուներ այցը եւ առհասարակ ինչ տպավորություն թողեց։ Տեսեք, դե Ռուսաստանը ակնհայտ է, որ ակտիվանում է, ընդ որում վերականգնելով իր փորձելով ավելի ճիշտ վերականգնել իր երբեմնի քաղաքական դիրքերը, սա բնավ Հայաստանի մասին չի միայն խոսքը գնում, հա։ Իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ակնհայտ հակառուսական դրսևորումը, հիշեցնեմ ձեզ, որ ամսի 25-26 Ադրբեջանը ժամանելու Ուկրաինայի արտգործնախարարը։ Սա մի տեսակ պատասխան է, էլի։ Տեսեք, այո, ռուսները փորձում են կառավարել ռիսկերը, որոնք կան Հարավային Կովկասում, եւ այդ կառավարման գործընթացի մեջ ռիսկերի իհարկե ներկայիս իշխանության հետ որոշակի, չեմ ասի հարաբերությունների վերականգնում կամ տապալում, չէ, որոշակի ինչ-որ եզրեր գտնելու նպատակ կար։ Նամանավանդ նպատակը իրենց կողմից էր, այսինքն։ Գիտեք, ոչ միայն ռուսներն են, հա, այլ ընդհանուր եվրասիական գոտու պետությունները, Իրանը օրինակ, հա, Իրանին էլ է ձեռնտու, որ եվրասիական գոտու պետությունները իրար հետ ավելի սերտ հարաբերություններ ունենան, նամանավանդ, որ Իրանը ԵԱՏՄ-ի հետ ունի ստորագրած փաստաթուղթ, համաձայն որի ինքը մասնակի, այո, հայտ ներկայացրել է, բայց այստեղ ազատ առևտրի գոտի եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, բայց եթե ավելի խորքային նայենք, ապա ռուսները տարածաշրջանում հիմա փորձ են անում adekvatության կոչ անել, հա, Հայաստանի Հանրապետության իշխանությանը։ Լսվեց այդ կոչը, չեմ կարող ասեմ, բայց այն որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից էլ բավականին զգույշ է, ի տարբերություն նախորդ այցերի կամ նախապատրաստական գործընթացների մեսիջներ էին հնչում դեպի Ռուսաստան, դա իհարկե ողջունելի է, բայց ախր հասկանում եք, մենք պետք է հասկանանք մի բան, Հայաստանի Հանրապետության իշխանությունը միտումնավոր իրան դրել այն իրավիճակի մեջ, որ ինքը ցավով եմ արձանագրում, որպես իշխանություն, որպես կառավարություն, արտաքին տրեկում ինքը շատ քիչ բան է հիմա որոշում։ Այդ իրենց քաղաքականությունն է մաքսիմալ թույլատնել Հայաստանը այդ թուլության վրա խաղալ։ Բայց ինչ փոխվեց, որ դարձան այդքան զգուշավոր Ռուսաստանի Դաշնության հետ խոսելիս։ Պարզ ուկրաինական кейսը։ Ռուսաստանը ըստ էության հաղթում է ուկրաինական հակամարտության ներքո, իսկ եթե ավելի լայն ասենք, հաղթում է ընդհանրապես այս մեծ աշխարհամարտի դե լավ շրջանակներում, ինչը ակնհայտ հասկանալի էր այն գլխից, իսկ այն կիսագրագետ կամ տգետ, հա, իբր իրենց չգիտեմ ինչի տեղ դրած խորհրդականները եւ քաղաքական, հա, վերլուծաբանները, օրինակ, չեմ ուզում ոչ մեկին դրա մարանում բան չեմ տալի, որոնք Ռուսաստանի թաղումն էին ազդարարում, հա, տարբեր տաղավարներից, մաքսիմում իրանց ինչա մնացը մտնեն բասային կամ մտնեն ֆանտանի մեջ, պլակատով ինչ-որ բաներ ղժղժան, հա, ասենց։ Դա է։ Այստեղ խնդիրը նրանումն է, որ Հայաստանի իշխանությունը խնդիր չունի, իր առջև չի դնում խնդիր բարելավել հարաբերությունները, օրինակ Ռուսաստանի հետ կամ ընդլայնել հարաբերությունը Եվրոպաների հետ, հա, կամ դուրս գալ ինչ-որ մի հայանպաստ, հա, կամ այլ, հա, ձևակերպված ինչ-որ համաձայնության թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ինքը խնդիր ունի պահպանել իր իշխանությունը։ Ակնհայտորեն հիմա միայն կույրը չի տեսնի, որ ռուսները ամերիկացիների հետ, իսկ ռուսները եսի նկատի ունեմ Ռուսաստան BRICS երկրներ, հա, այսինքն այդ երկրագնդի կեսը ըստ էության, եւ Միացյալ Նահանգների սատելիտների հետ միասին ըստ էության այսօր ձևավորում են նոր աշխարհակարգ։ Հայաստանը ակնհայտորեն հետաքրքիր չի ոչ Միացյալ Նահանգներին գլոբալ առումով, որքան ինքը հետաքրքիր է Ռուսաստանին, ոչ էլ Եվրոպային։ Իսկ այս իշխանությունը, ինչպես ես կրկնեցի, խնդիր ունի պահպանի իր իշխանությունը, իրենք ուրիշ խնդիր չունեն, չեն էլ ունեցել երբեք։ Հիմա կարծում են, որ Ռուսաստանից այդ երաշխիքները կտրվեն իրենց։ Չէ, երաշխիք չի տրվի, տեսեք, ոչ թե երաշխիք տրվի կամ չտրվի, խնդիր կանգնած չի, երաշխիքների հարց չի։ Հարցը նրանումն է կայանում, որ
այս աշխարհաքաղաքական գործընթացների ներքո միգուցե այս իշխանությունը տեսավ, որ Ռուսաստանը նույն արևմուտքի հետ, արևմուտքի հիմնական խաղացող խոսքը Միացյալ Նահանգների հետ դուսա գալ ինչ-որ ընդհանուր եզրեր ու հիմա փորձում է միգուցե այս իշխանությունը ինչ-որ տենց չեմ ասի հարաբերություններ բարելավել, համենայն դեպս սառնությունը հարաբերությունների մի քիչ տաքացնել, բայց դա անիմաստ է, հասկացեք, այս իշխանությունը չունի ստրատեգիկ տեսլական ոչ մի պարագայում, ինքը ունի միայն տեսլական, ինչպես ինքն իրան փրկի, ինչը բերում է շատ լրջագույն հետևանքների, նվազագույնը երկրի անվտանգային համակարգի մասով։ Ամեն դեպքում Միրզոյանը ասաց, որ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Սա հստակ որոշում է, այսինքն արդեն, որ Ռուսաստանի հետ գնում ենք այդ դաշնակցային հարաբերությունների խորացման։ Տեսեք, դաշնակցային հարաբերությունների խորացումը, իրական խորացումը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Եվ դա պետք է շատ շուտ արվեր։ Բոլոր հիմար, սուտ, շինծու, անբարոյական ինչու ոչ արտահայտությունները, որ վայ, եսա միութենական պետություն, գուբերնիա, բան այդ բոլոր տգետները, ովքեր դա արտահայտում են, իրենք ըստ էության այսօր ասում եմ շախի մատի տակ ընկան, որովհետև առաջին հերթին երբեք ոչ ոք չի խոսացել միութենական պետության, ոչ Ռուսաստանը, ոչ Հայաստանը, ոչ մեկ չի խոսացել։ Սա մեկ է Բելարուսի նախագահն է խոսացել։ Եվ երկրորդը ես ճիշտ ասած չեմ լսել միութենական Հայաստան միութենական հանրապետություն հրավիրելու Բելարուսի նախագահի խոսքերը։ Չգիտեմ, միգուցե այլ ձևակերպում։ Նման ձևակերպում արել է, այո։ Միգուցե, չեմ կարող ասեմ, ամեն նախագահ ունի իր տեսլականը, խոսքը գնում է մենք շատ լավ հասկանում չէ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների մասին։ Այսինքն չկա ոչ մի նույնիսկ նշույլ, դա հատուկ ֆեյք էր ներգծված մարդկանց մեջ, որ մարդկանց կրկին վախերի վրա սկսեն պայել։ Սա մեկ, այսինքն հարաբերությունների խորացումը դա է նշանակում առաջին հերթին։ Երկրորդը, իսկ թույլ կտան այս իշխանություններին, իրենք փորձեն հարաբերություններ ինչ-որ մեկի հետ զարգացնեն ի օգուտ ու բարօրություն Հայաստանի Հանրապետությանը։ Կթողեն նույն թուրքերը, ադրբեջանցիները, դե ովքեր իրանցով կառավարում են ըստ էության։ Կառավարում են միգուցե ոչ ուղղակի կամ հաճախակի նաև ուղղակի, բայց ինչի պետք է թողեն կամ ինչի պետք է իրանց նույն արևմտյան եվրոպական տերերը թողեն, որոնք այսօր Թուրքիա, Ադրբեջանի հետ ակտիվ զիլիբիլիների մեջ են, շատ ակտիվ, փորձելով ձևավորել ալտերնատիվ, հա, լոգիստիկ ուղիներ, միջազգային Զանգեզուրի միջանցքը, դա նույնիսկ Ադրբեջանի եւ Թուրքիայի մտահղացում չի այս պարագայում, ինքը շատ շուտ վանի սպանթուրանական պրոյեկտի մասնիկ է, բայց այս պարագայում ինքը լիովին ձեռնտու է օրինակ նույն եվրոպական հակառուսական թևին, այսինքն մեզանից դարձնեն հակառուսաստան։ Բայց արդյոք այդ տերերը շարունակում են մնալ Հայաստանում, այսինքն Փաշինյան ունի այդ տերերին ինչպես թուլանում են, դիրքերը թուլանում են այդ տերերի, օբյեկտիվորեն թուլանում են, որովհետեւ ուժեղանում են ռուսների դիրքերը։ Ամերիկացիները ըստ էության ակտիվությունը իրենց կցածրացնեն հարավային Կովկասում որպես բանակցային քեյսի կետերից մեկը, այսինքն Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիներից կփորձեն ավելի պասիվ լինեն։ Այլ խոսք, որ Թուրքիա, Ադրբեջանն են հիմա շատ շտապում, շատ լավ հասկանալով դեպի ուրա գնում գործընթաց։ Դրանով է պայմանավորված կովկասյան թաթարների, այլ կերպ ասած ադրբեջանցիների առաջնորդ Ոման Ալիևի, հա, խոսքերը առայն, որ Հայաստանը պետք է նստի ու քննարկի արևմտյան Ադրբեջան, այդ հիմարագույն թեզը, որ պետք է քննարկի արևմտյան Ադրբեջանում բնակվող, հա, չգիտեմ, Թուրքիան, ես դրանց որ ասում եմ, բայց ավելին ոչ միայն հայտարարում, այլև գործընթացներ են շարունակում եւ նշենք, որ Անկարայում մեկնարկել է այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի վերադարձը որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր նախապայման խորագրով միջազգային կոնֆերանս։ Այո, միջազգային եւ Թուրքիայում է սա իրականացվում։ Այո, բա որտե պետք է արվի։ Տեսեք, հենց անմիջապես խորագրի մեջ նախապայման բառն է։ Մենք որ այն գլխից ասում ենք, յուրաքանչյուր նորմալ մարդ, որ այս իշխանության քաղաքականությունը բերելու է Հայաստանի Հանրապետության գոյաբանական խնդիրների առաջացման, մեզ ասում են ինչ եք ասում, մեղք են, խեղճ են, պարտվել ենք, չգիտեմ, այդ հիմարագույն այդ թեզերն են գցում առաջ, բայց իրականում մենք ստացանք մի իրավիճակ, երբ որ Ադրբեջանը փորձելով հիմա օգտագործել պահը, արդեն նոր նախապայման է դնում։ Հերոստատիտողները միգուցե չեն հավատում, բայց միևնույն է, հավատան, չհավատան, դա ընդհանրապես չի փոխում իրավիճակը։ Ադրբեջանցիների վերադարձը։
որ այդ թեման Ադրբեջանը առաջ է տանելու։ Ախր հասկացեք, չկա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այսօր խաղաղության օրակարգ, կա Հայաստանի Հանրապետության կազմաքանդման օրակարգ, այսպես կոչված խաղաղ պայմանագրի ներքո, որը աստիճանաբար ավելի եւ ավելի փաթեթավորվում է նոր նախապայմանների հետ։ Ասում եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն պետք է համաձայնվեք եւ այս համատեքստում լինի խաղաղությունը, Դրա համար, այսինքն մեզ ասում են, պետք է, եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն երկիրը պետք է տաք թուրքերին ու ապրեք խաղաղ։ Այս սա են մեզ ասում։ Իհարկե, ես չեմ ուզում նույնիսկ ենթադրեմ, որ սա համաունչային կոնտեքստին իշխանության, որ հարկատուն է հերոս, այսինքն ոչ թե հայրենիքի պաշտպանը, հա, որովհետեւ հարկերը ում ուզում ես կարաս մտած, կապ չունի, չէ՞ որ պետությանն ես մուծում։ Բայց նույնիսկ չեմ էլ ուզում ենթադրեմ, որ այս իշխանությունը ինչ-որ մի կերպ ներգրավված է այս process-ի մեջ։ Իրականում չեմ ուզում ենթադրեմ, որովհետև չկա փաստագրական տվյալներ։ Բայց հակառակը կա փաստագրական տվյալներ, որ այս գործընթացների ներքո Ադրբեջանը օգտագործելով այս իշխանության մոլուցքը ինչ-որ մի թուղթ ստանա վրան գրած խաղաղություն ու այդ թղթի ներքո փորձի ինչ-որ բաներ այստեղ մարդկանց կրկին խափի, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմա մեզ հետ համաձայն չեն։ Հասկանում եք, արդեն լուրջ եմ ասում, միևնույնն է, համաձայն չեն, process-ը գնում է իր բանով։ Ոչ մի բան չի փոխում իրենց համաձայնելու մասը։ Եվ ցավը նա է, որ մարդիկ քիչ են, բայց կան, հա, ինչ-որ որոշակի զանգված մարդկանց, որոնք հրաժարվում են ընդունել այն իրականությունը, որը այսօր ձևավորվել է։ Խոսքը գնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հետեւողականորեն դոկտրինալ տարվող Հայաստանի Հանրապետության ոչնչացման։ Ինչ սարսափելի հետևանքներ կունենա, եթե իսկապես նրանց պահանջը իրականացվի, ադրբեջանցիները գան Սյունիք, նրանք պահանջում են, որպեսզի ուժ լինի, այսինքն ոստիկանություն լինի, որ նրանց իրավունքները կպաշտպանի։ Մենք խոսում ենք օկուպացիայի մասին, ինչ սարսափելի հետևանքներ կարող են լինել, եթե այսօր նախապատրաստվում է դե յուրե օկուպացիան Հայաստանի Հանրապետության։ Ինչ սարսափելի բան կլինի, հա, երբ որ մենք խոսում ենք նրա մասին, որ մեզ պարտադրում են հրաժարվել հիմնական փաստաթղթից իրավական անձնագրից, հա, խոսքը գնում է սահմանադրության մասին, մեզ խափելով, սուտ բան ասելով, սահմանադրությունը պետք է համապատասխանի նոր իրավիճակ, այ քեզ բան ինչ եք խոսում, դուք հասկանում եք ինչ եք դուրս տալի, չեն խոսում, այդ դուրս են տալի, լուրջ դեմքով փողկապները վրա ինչ-որ բաներ են դուրս տալի, որը ընդհանրապես չի համապատասխանում ոչ քաղաքագիտական, ոչ էթնոքաղաքական, ոչ նույնիսկ տարական տրամաբանությանը։ Մեզնից Ադրբեջանը պահանջում է հրաժարվել մեր հիմնական փաստաթղթից, այս իշխանությունը ըստ էության արդեն համաձայնվել է մեզ խափելով, որ դա իր որոշումն է, ավելի վատ որ իր որոշումն է, եթե ինքը որոշել է ոչնչացնի պետությունը։ Նոր սահմանադրությունը շանտաժով բերելու են ասում են, եթե չեք ուզում կռիվը լինի, պետք է ընդունեք նոր սահմանադրություն, թե չէ Թուրքիան ու Ադրբեջանը կռիվ կսկսեն, մեզ կկոտորեն։ Որտեղ նախաբանում անկախության հռչակագիրը չկա։ Բացի անկախության հռչակագրից մեջից հանվում է բոլոր դրույթները, որոնք մեջը պարունակում են ազգային կոմպոնենտ։ Բոլոր դրույթները զինանշանից սկսած, ով է զինանշանի թեման առաջինը բարձրացրեց, իշխանությունն էր բարձրացրել, որ հեգնում էր Հայաստանի Հանրապետության զինանշանը, ասելով, որ դե այն կենթանիները, որ նկարած են զինանշանի վրա, հիմա չկա։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը հեգնում էր Հայաստանի Հանրապետության զինանշանը։ Դուք այդ մարդկանցից ինչ եք սպասում։ Ինչ սպասում ունեք, ինչ սարսափելի սպասումներ ունեք։ Այստեղ խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։ Ժողովուրդ ջան, սահմանադրությունից մեզ կոպիտ ասած սահմանադրության փոփոխությունը խնդիր ունի իրավական հիմք նախապատրաստի Արևմտյան Ադրբեջան ձևավորելու համար եւ այո, ստե բնակեցնելու թուրք ու ադրբեջանցի։ Բայց իդեպ Փաշինյանը վերջին հարցազրույցի ժամանակ, վերջին չէ, հարցազրույցներից մեկի ժամանակ վերջերս, երբ հարց հնչեցվեց, որ բացի այդ համաձայնագրից հավելյալ պահանջներ է Ադրբեջանը ներկայացնում, Փաշինյանն ասաց, որ դա քննարկելի չէ։ Կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Կշարունակի Փաշինյանը չքննարկել այդ հարցերը։ Ոչ, չի շարունակի, ինքը շատ խոցելի իրավիճակում է եւ ինքն է իրան այդ խոցելի իրավիճակի մեջ միտումնավոր դրել։ Ինքը չունի ոչ գործիք, ոչ ինստրումենտ ինչ-որ բան չքննարկելու, երբ որ իրան պարտադրում են նրանք, ովքեր իրան հիմա ըստ էության երաշխիքն են իր իշխանության մնալու, այսինքն այս իշխանության պահպանումը կախված է Թուրքիայի Ադրբեջանից։ Կուզենան կտան այդ շինցու սուտ թուղթը, որի վրա գրված կլինի խաղաղություն, կգան հետո մեր վրա այդ թուղթը կծախեն, հա, իշխանությունը չեն ուզել, չեն տա։ Ինչ ենք մենք խոսում, մենք ասում ենք քննարկելի չի, իսկ քանի հարց քննարկելի չէր այս իշխանության համար թուրքերի ու ադրբեջանցիների հետ,
որից հետո սուս-փուս գնացին ու սկսեցին քննարկել ու համաձայնություն տվեցին։ Մի հատ հիշենք, գետ 1-ը կա, որ իրանք ասել են չէ, չենք անելու ու չեն արել։ Կամ նույն Սյունիքի մասնատման գործընթացը, որը կոչվում է Զանգեզուրի միջանց։ Դրան էլ են ասում, դե գիտեք ինչ կա, ճանապարհ կտանք, ով ինչ ուզում է թող ասի։ Ճանապարհ տալով չի։ Եթե դու ճանապարհին չես իրականացնելու պատշաճ մաքսային եւ սամանային պատշաճ կրկնում եմ, վերահսկողություն դու տալիս բան միջանցք ըստ էության մասնատելով Հայաստանի հարավը։ Ինչ չեն խոսացել։ Արդեն այնց սրանց կհիշեք, մի 2 ամիս առաջ ցրցան էին գցում սս թեթև։ Իդեպ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւս վտանգ էր տեսել, որ հնարավոր է ռազմական գործողությունների Ադրբեջանը դիմի։ Այս մասին օրերս է խոսել եւ ասում է պետք է խաղաղություն հաստատել։ Խոսքը Մարկո Ռուբիոյի էսկալացիայի մասին էր։ Այո, Ադրբեջանը եւ Թուրքիան դիտարկում են ստեղծված իրավիճակը որպես պատմական շանս փակել հայկական հարցը եւ ձևավորել մեծ թուրանական միաբանություն, դե լավ սենց ասենք։ Մինչև այս իշխանությունը, այս գործընթացների մեջ կա, մինչև ինքը իշխանությունը, այդ պատմական շանսը առկա է։ Բայց իրանք էլ են հասկանում, անվերջ չի, որովհետև մարդիկ հիմա մեզ նայեն, որոնք մեզ նայում են, շատ լավ հասկանում են դեպի ուրատանում այս իշխանության գործը։ Բայց այս ամենը ինչպես կանխել։ Եվ կան արդյոք դերակատարներ, որոնց համար անընդունելի է այն ինչ որ Ադրբեջանը ներկայացնում, մասնավորապես ադրբեջանցիների վերադարձը Իրանի համար անընդունելի է։ Այո, Իրան-Ռուսաստան։ Ռուսաստանի համար եւս անընդունելի է այս ամենը։ Իհարկե անընդունելի է, որովհետև շատ լավ տեսեք, դուք ասում եք ադրբեջանցիների վերադարձ, այլ կերպ ասեք, լեգիտիմացվում է Հայաստանի Հանրապետության օկուպացիան։ Օկուպացիան իրանց հետ, այնպես չէ որ իրանք հետ են գալու, այնպես ավտոներով հետ են գալու։ Դա օկուպացիա է։ Որովհետև վաղ իրանց անվտանգության պահպանման խնդիր են, չէ՞ օրինակ բարձրացել են, դե պետք է մեր ոստիկանական ուժերը տանկերով գան կանգնեն։ Մի հատ թեթև ինչ ենք մենք ընդհանրապես քննարկում։ Ինչը մենք քննարկում ենք Հայաստանի Հանրապետության օկուպացիան, ինչ կլինի օկուպացիայի ժամանակ, թե մարդիկ կասեն ինչ ուզում է թող լինի մենակ պատերազմ չլինի, ու գալու են ձեր տուն։ Ձեզ էլ տնից դուրս շպրտեն այն մարդկանց, ովքեր համաձայն են այս process-ի հետ։ Համաձայն են, ես խոսքը համաձայնողների մասին, որ ասում ինչ ուզում է լինի մենակ պատերազմ չլինի, ու գալու են ձեր տուն։ Եթե տեղյակ չեք, այդ process-ի արդեն գեներացվել է։ Ինչ կասեք Ալբանիայցի մասին, շատ քննարկվեց Փաշինյանի հայտարարությունը։ Կարծում եմ բան ասել պետք չի, ուշադիր նայեք տեսանյութերը, ներողություն որ ընդհատեցի, բան չեմ ասելու, չկա անդել ասելու բան։ Ուշադիր նայեք, հարգելի հեռուստադիտողներ, Ալբանիայի տեսանյութերը եւ ֆոտո նյութերը։ Դրանից ավել ինչ կարանք ասենք, ինչ ասենք։ Մասնավորապես որ մասը։ Բոլորը, մասնավորապես բոլոր մասերը։ Բոլոր մասերը, որ Ալիևը դիվանի վրա փռված, իսկ Հայաստանի Հանրապետության ղեկավարը դեմ է աթոռի վրա նստել։ Ես չգիտեմ արդեն գժվել է ես դա տեսել էի։ Իրանք ընդ պրոտոկոլ չունի էս իշխանությունը։ Չունի մեկը գար ասել, որ չէ, չի կարելի սենց։ Որովհետև Փաշինյանին չեն ստորացնում, Միրզոյանին չեն ստորացնում, մեզ բոլորիս են ստորացնում։ Բոլորիս, անխտիր, նույնիսկ այն մարդկանց, ովքեր համաձայն չեն այս իշխանության հետ։ Իսկ Էրդողանն է ինչ-որ հրապարակայնորեն իր դերակատարում ուզում բարձրացնել տեսախցիկների առջև հարցնում էր ամեն ինչ նորմալ է որ խոսել եք։ Հասկացեք, կրկին կրկնում եմ, Թուրքիա, Ադրբեջանը պատմական շանս են դիտարկում այս իշխանության առկայությունը։ Դրա հետ մեկտեղ թուրք են այդ մարդիկ, թուրք, ոնց ասեմ, թուրք, կարող է չեն հասկանում մարդ, թուրք են, թուրքի համար հայը խոչընդոտ է։ Երբ հայը դարձել է վտանգ Թուրքի համար, մեզ հանգիստ թողել են ապրենք։ Երբ որ իրանք հասկացել են մեզ խփելը վտանգավոր է, մենք շատ լավ ապրում էինք։ Որ պահին սկսած իրանք զգացին, որ մենք վտանգ չենք ներկայացնում, որովհետև ամեն ինչին համաձայնվում ենք։ Ինչքան լկտի բան կանում են, թուրք են, ախր Հերմին ջան, ոնց ասեմ, թուրք։ Հիմա խոսենք նաև ներքաղաքական բավականին լարված իրավիճակից, որը այսօր կա, ինչով եք պայմանավորում այս լարվածությունը, մասնավորապես իշխանության կողմից է շատ ակնհայտ, դա վկայում է ազգային ժողովի վեճերը, հայհոյանքները եւ այլն։ Իշխանությունը փորձում է կոնսոլիդացնել իր շուրջ այն փշրանքների իր նախկին ռեյտինգի, տոկոսներ չեմ կարող ասեմ, փշրանքները, դրանով է պայմանավորված հայհոյանքներ, վիրավորանքներ, գոռոցներ, այսինքն հոգեբանության մեջ, հանրային հոգեբանության մեջ, sense մի բան կա, երբ որ դու ուզում ես կուր պայես քո կոպիտ ասած community-ին, դու պետք է գեներացնես նեգատիվ գործընթացներ կողքը, այսինքն ինչ են իրան։ Հակադրությունը սրում են։ Այո, հակադրությունը սրում են, դրանով
ըստ իրենց մտածելու ցեմենտավորելով իրենց ընտրազանգվածը։ Այսինքն կոնֆլիկտներ են անում, երբ որ օրինակ երկրի առաջի դեմքերը վիրավորանքներ են հնչեցնում, դա մեսիջա չէ իրենց համակիրներին դուք էլ արեք։ Իսկ դա բերում է կոնֆլիկտի, ճիշտ է, այսինքն արտաքին վտանգի ներքո, ներքին արտաքին դե լավ վտանգի ներքո իրանք ձևավորում են իրենց բետոնացնում են իրենց։ Բայց սա շատ վտանգավոր է, նաև ներքաղաքական ավելի լուրջ պառակտման եւ բախումների։ Իսկ ինչը չի վտանգավոր այս իշխանության գործունեության։ Ինչն է իրան կարևոր վտանգավոր չի։ Հասկացեք, այս իշխանությունը իրենք ով ինչ ուզում ասի, իրենք հիմար չեն։ Իրանք հիմար չեն, ես կրկնել եմ, ես կտրուկ համաձայն չեմ, որ ասում են տգետ են, հիմար են, չեն հասկանում, չէ, լավ էլ հասկանում են, ոչ էլ տգետ են, ոչ էլ հիմար են։ Իսկ իրենք չեն հասկանում, իրանք ինչ են արել։ Չեն հասկանում, իրանք ինչ են արել։ Սկսած Արցախից վերջացած ներսի հարցը, իրանք չեն հասկանում դա։ Ինձանից դեզանից ավելի լավ են հասկանում եւ նաեւ հետևանքներն են հասկանում։ Այս մարդկանց համար իրենք դիտարկում են աթոռը իշխանությունը որպես իրենց ֆիզիկական անվտանգության երաշխիք, իրանք տենց են որոշել։ Իրանք են տենց որոշել։ Ինչ հետ ես համաձայն չեմ, որովհետև այո, բավական է էլի ներողություն եմ, որ իրար փոր թափենք։ Դա բավականին վտանգավոր ճանապարհ է։ Չի կարելի իրար փոր թափել։ Բայց դրա հետ մեկտեղ էլ այդ մարդիկ անում են ամեն ինչ, որ այդ ներ հասարակական ատելությունը ավելանա, դու աննորմալ չեք, չեք անում։ Բայց ուր կարող է հասնել այս ամեն ինչը, որովհետև երբեմն վտանգավոր է, ինչ մենք տեսնում ենք ազգային ժողովում եւ հասարակական այդ բևեռացումը։ Տեսեք, հասարակությունը լարված է։ Ով էլ ինչ ասի, հասարակությունը մեկ է, իրանց մեկ է, չգիտեմ ինչ, ժողովուրդը չի զբաղվում, ժողովուրդը թքած ունի, սուտ են ասում։ Ժողովուրդը մենք ենք, մենք բոլորս, մարդիկ են, հասարակ մարդիկ։ Որոնք ունեն երեխա, աշխատանք, տուն, նախնիների, չգիտեմ, գերեզման, եկեղեցի, գյուղ, քաղաք, բայց չեն մտածում այդ գյուղ, քաղաք, եկեղեցին իրանց մնալու է, թե չէ, թե գալու են մի օր ասեն հաջող ձեզ, ինչպես ասեցին Արցախում, երբ որ էթնիկ զտում կատարեցին, երբ որ արցախցիները մազապուրց եղած կռիվ տալով, շատ արժանապատիվ, բայց այնուամենայնիվ ստիպված էին դուրս գային, որտեղ իրանց երեխեքին մորթելու էին։ Ինչ էս ենք ուզում ենք ստանանք։ Հասկանում եք, շո բաներ ենք խոսում վերացական։ Ադրբեջանցիները որ գան, սարսափելի ինչ հետևանք կլինի։ Ձեր տունը որ թուրքը տապորով մտնի, ինչ սարսափելի հետևանք կլինի։ Մի հատ պատմեք, մի հատ լսենք, էլի, Հերմինե ջան։ Սարսափելի վտանգ կլինի, ներողություն որ օրինակ եմ բերում։ Մեր տուն դե լավ։ Ի վերջո, հերիք է պատրանքների մեջ ապրել, վերջ։ Ում ենք, մենք մեզ խափում ենք։ Ինչի համար ենք խափում։ Դե ասում այլ ընտրանքը որն է, բայց չբանակցություն գնանք կռիվ անենք։ Ոչ, այլ ընտրանք, ուրեմն այլ ընտրանքը այդ որ քո վրա կռվով են գալի, կռիվ անելն է։ Ուրիշ ընտրանք չունես։ Եթե գալիս են քո հետ կռիվ ան, տունդ գալիս են խլեն, պետք է կռիվ անես։ Դուրդ գալիս է, չի գալի, որովհետև քո պատրաստակամությունը կռիվ անելու հենց բան անում, բացառում է կռիվը։ Քուտուն չեն գա կռիվ անելու, եթե դու պատրաստ ես կռվես, եթե պատրաստ չես, ասես ինչ անենք, կռիվ անենք, ուրեմն հաստատ գալու են։ Իմացեք 100%։ Տրամաբանություն ասա։ Եթե դու պատրաստ ես դեմն առնես, եթե դու քեզ խփելը վտանգավոր է Թուրքին Ադրբեջանցուն, ինքը քեզ չի խփի, եթե վտանգ չկա, խփելու է։ Էլ ոնց բացատրենք։ Հիմա ներկայացում է, որ տեսեք, մենք ուզում ենք խաղաղություն հաստատենք, իսկ ընդդիմադիրները ուզում են, որ պատերազման պայման լինի։ Ո՞վ է տես բան ասում։ Դե այդպես է ներկայացվում։ Սուտ են ներկայացնում, ստում են։ Նրանց օրակարգը խաղաղությունն է, կոռուպցիայի դեմ պայքարն է, ունեն կոնկրետ ծրագրեր իրականացնում։ Ստում են։ Ոչ։ Այն քաղաքականությունը, որը այսօր գեներացնում է իշխանությունը, դա պատերազմաբեր քաղաքականություն է։ Շատ պարզ պատճառով, նոր բացատրեցի։ Որովհետև ինքը նախապայմաններ է ստեղծում ավելի բարենպաստ մեզ կոտորելու համար։ Իսկ որ ասում են, ես չգիտեմ, ամբողջ ընդդիմության համար չեմ ասի, իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, այ ընկեր, տենց չի։ Դու պետք է պատրաստ լինես դիմակայես։ Պահանջները չկատարել որևէ բան, պահանջները Հերմինե ջան գալիս են ձեզ կամ հերոստատիտողին ասում են, տաները թող գնա 300,000 ադրբեջանցի է գալի, թե չէ կռիվ է լինելու, ինչ եք անելու։ Դե հիմա այդ հարցը բանակցություններում չկա։ Ինչ հաշվարկում չկա։ Դուք համոզված եք չկա։ դրված չէ այդ հարցը։ Դուք համոզված եք չկա։
Իրենք են այդպես ասում։ Իրենք շատ բան են ասում, ես ես հարց եմ տալի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք, համոզված եք։ Անկեղծ ասեք, ոչինչ, հիմա ես եմ ձեզանից ինտերվյու վերցնում։ Համոզված եք։ Վերջ, դուք պատասխանեցիք։ Կոռուպցիայի դեմ պայքարը ձեզ համոզիչ չէ, որ իրականացնում է իշխանությունը։ Ինչի համար կոռուպցիայի դեմ պայքարը պետք է զուգահեռվի երկիրը հանձնելու հետ։ Հնարավոր չի երկիրը չհանձնել, բայց կոռուպցիայի դեմ պայքարել։ Ինչ դա է հետաքրքիր։ Հակադրվում է դա։ Չգիտեմ, իրանք հակադրում են։ Փաստորեն իրանք ասում են, ինչ կամ պետք է այս սենս լինի, բայց մենք կոռուպցիայի դեմ պայքարենք, կամ այլ կերպ լինի եւ լինի կոռուպցիա։ Ո՞վ է ձեզ տես բան ասել։ Չէ, իրենք ասում են համ խաղաղություն ենք բերում, նաեւ կոռուպցիայի դեմ ենք պայքարում։ Չեն բերում խաղաղություն, չեն բերում։ Ինքնիշխանություն ենք պաշտպանում։ Չեն բերում խաղաղություն։ Ինչով են ինքնիշխանությունը պաշտպանում։ Ինչով։ Ինչով որ թուրք մարդասպանների են մարդկանց վրա, ովքեր մեր երեխեքի վիզները կտրում էր, քրեական հետապնդումը միջազգային հանում են դրանով, հա։ Թե նրանով, որ Հայաստանի Հանրապետության տարածքները օկուպացված է, ասում եմ մենք դիվանագիտական քայլերով կբերենք։ Այդ որտեղ է, այդ մի հատ ինձ օրինակ ցույց տվեք դիվանագիտական քայլերով, այդ ով է ում ինչ հող տվել, տուն վերադարձրել։ Սահմանազատման արդյունքում կվերադարձնենք։ Ուրեմն թող իրանք ապրեն իրանք, տեսեք, իրանք ապրելով իրենց վարդագույն երազանքներում, իրականության մեջ երկիր են վարի տալի։ Ոչնչացնում են, ախր ոնց բացատրես դա։ Իրենք միգուցե հավատում են այդ ամենին, բայց ներողություն, մարդ կա հավատում է, որ երկրագունդը տափակ է, հա դրանից երկրագունդը տափակ դառավ։ Իրանց հավատալով չի, գոյություն ունի իրականություն, կամ առերեսվում ենք իրականության հետ անում ենք հետևություններ, կամ շատ վատ բաներ ա մեզ սպասվում։ Իսկ որ ասում են իրանք խաղաղություն են բերում, ոչ, իրանք պատերազմ են բերում, իրանք կոտորած են բերում, իրանք օկուպացիա են բերում, ինչպես բերեցին Ղարաբաղցիների գլխին։ Ինչպես բերեցին նույն այդ Տավուշի բանն են սարքել, պատն են սարքել, առավոտից գնում նկարվում են մոտը։ Ես պատկերացնում եմ ոնց են մեզ հեգնում ամբողջ աշխարհում, ամոթա մի արեք տես բան։ Հեգնում են մեզ։ Նայում ես, մի հատ Սիրիա նայեք, կամ մեկը կար դրանցից։ Թե լավ ասում եմ, ես Եվրոպան կպաշտպանի։ Մեկը լինի Եվրոպային պաշտպանի։ Կիպրոսը 50 տարի օկուպացված է, այդ ինչի չկարողացան թուրքերին անեն Կիպրոսից։ Եվրոպան այսօր հայտարարում է, ինքը չունի հնարավորություն ինքն իրեն պաշտպանի, չունի ընդհանրապես։ Եվրոպայի ամբողջ հույսը Բրիտանիայի ու Ֆրանսիայի միջուկային արսենալն է։ Ուրիշ հույս չունի Եվրոպան։ Ձեռեք առե ձեզ։ Հերիք է լավ, բոլե լավ, մարդկանց խաբել, խնդրում եմ մի խապ։ Ժորժ ջան, արդեն ուղղակի գժվելու բանա մեզ, գիտեք ոնց, անմեղ սունակի տեղ են դրել։ Խափում, իրանք խաղաղություն են բերում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։